Այսօրվանից մինչև հուլիսի 5-ը Հայաստանի վարչապետը խոստանում է չհայհոյել։ Նա ֆեյսբուքյան գրառում է արել, հայտնելով, որ վետո է դնում իր բառով պարականոն, բառապաշարի և խոսույթի կիրառման վրա։ Նա առաջարկել է հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի X ամսաթվից հանրային քաղաքական հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցվում է և անցնում են բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Նա առաջարկել է հուլիսի 1-ը հռչակել կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ, իսկ հուլիսի 5-ին կամփոփի իր տպավորությունը, ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Իդեպ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրում է, որ ֆեյսբուքն է զգուշացրել Փաշինյանին, որ նա խախտում է համայնքի կանոնները։ Այս տեղեկությունը ֆեյսբուքը հայտնել է, երբ օգտատերերից մեկը բողոքել է Փաշինյանի հոգևորականների հասցեին հերթական հայհոյախառն գրառման դեմ, որը ի վերջո հեռացվել է։ Հավանաբար ֆեյսբուքն է նաև Փաշինյանին ժամանակ տվել մինչև հուլիսի 5-ը։